Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Եվ աշակերտներն ասացին Տիրոջը, ավելացրու մեր հավատքը։ Այսօր պիտի խոսենք, սիրելիներ, գայթակղության, ներելու եւ հավատալու մասին։ Երբ Հիսուս աղքատ Ղազարոսի առակը վերջացրեց, ասաց իր աշակերտներին, անկարելի է որ գայթակղությունը չգա, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով կգա այդ գայթակղությունը։ Լավ է այդ մարդու համար, որ իր պարանոցից մի մեծ քար կապի իրեն ծովը նետի, քան այս փոքրիկներից որևէ մեկին գայթակղեցնի։ Ինչքան որ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, անհնար է որ մենք ամեն օր գայթակղությանը չարերեսվենք։ Եվ գայթակղությունը 3 տեսակից է լինում, սիրելիներ։ Նախ սատանայից, երկրորդը մարդկանցից կամ աշխարհից, երրորդը մեզանից։ Երբ որ մարդը ինքը որոշում է, որ պետք է հավատալ եւ հավատքի կյանքով ապրել, գայթակղությունները իր կյանքի մեջ շատանում են։ Նախ սատանան ամեն բան անում է, որ մենք մեր հավատքը թողնենք աշխարհի հոգսերով ապրենք։ Ամենապարզ օրինակը, երբ որ մենք ճանապարհ ենք գնում, տեսնում ենք, չէ՞ ինչքան գովազդներ կան։ Թղթախաղի, մոլությունների, խմիչքի, ծխախոտի առաջարկում է մեզ աշխարհը, որ սրանք օգտվեք, սա ձեր պետքերի համար են։ Սրանք, եթե անեք, դուք ժամանակակից մարդիկ կլինեն։ Սրանցից հրաժարվելը ձեզ ոչինչ էլ չի տալու, ինչքան էլ ծնկիչնեք, աղոթեք, միևնույնն է, եթե սրանք էլ անեք, ոչ մի բան չի փոխվելու ձեր կյանքի մեջ։ Այս մտածումը սատանան ամեն օր դնում է մեր կյանքի մեջ, ինչպես որ Հիսուսին առաջարկեց ասելով, որ քաղցած ես հաց կեր, ցույց տալու, որ ինքը Հիսուսի մասին է մտածում, ավելի շատ իր հոգատարությունը Հիսուսին ցույց տալիս, քան եկել է Հիսուսին փորձելու։ Այնպես էլ աշխարհը երբեմն այս հոգատարությամբ մոտենում է մեզ ասելու, որ ինչ որ անում ես, քո զավակների համար ես անում, քո տան համար ես անում, ոչինչ որ այսօր խաբեցիր, այսօր կեղծեցիր, մի քիչ գողացար, մի քիչ ուրիշ բան արեցիր, սա քո ընտանիքի բարօրության համար ես անում։ Եվ այստեղ է որ մարդը պիտի համառություն ցուցաբերի, ինքը հավատքի մեջ է ապրում, որոշակի նեղություններ, դժվարություններ կրելով, թե տրվում է սատանայի գեղեցիկ ու դյութիչ խոսքերին, գայթակղվում է եւ կորցնում իր անմեղությունը։ Երկրորդ մարդկանցից է գալիս, սիրելիներ, գայթակղությունը։ Մարդիկ նախ չեն սիրում, երբ որ մենք ընդհանուրից տարբերվում ենք։ Երբ որ հատկապես երիտասարդության մեջ 10 հոգի հավաքված են, 9 ծխում են, խմում են, մեկը չի խմում, այս 9 ամեն կերպ համոզում է, որ այս մեկն էլ իրենց պես նույնն անի, ասելով որ այ մարդ ինչ կա դրա մեջ, ով է քեզ տեսնում կամ ինչ վատ բան կա դրա մեջ, քեզ փորձում են համոզել մարդիկ, որ ինչ որ դու անում ես վատ չէ, անպայման արա։ Բայց Սուրբ Գիրքը Պողոս առաքյալի շուրթերով հիշեցնում է մեզ, ասելով որ մեզ ամեն բան կարելի է, բայց ամեն բան չէ, որ մեր հոգու փրկության համար է։ Մեզ ամեն ինչ կարելի է այս աշխարհի մեջ անել, խոսել, գործել, ապրել, ամեն ինչի մեջ մտնել ու դուրս գալ, բայց ո՞րն է սրա օգուտը մարդու։ Ինչ պիտի շահի մարդը այս ամենը անելով։ Եվ մարդիկ այսպես շղթայաբար մեկը մյուսին մեղքի մեջ քաշելով գնում են դեպի կործանում։ Եվ երրորդ մարդը ինքն իրենով է գայթակղվում, ինչպես որ Հակոբոս առաքյալն է ասում, թող ոչ ոք չասի, որ Աստված իրեն փորձում է, որովհետև ամեն մարդ փորձվում ու խաբվում է տարվելով իր ցանկություններից ու նպատակներից։ Ինչ նպատակ, ինչ ցանկություններ որ ունես, երբ որ դու ուզում ես հասնել դրան ամեն գնով, ոտնատակ տալով քո պատիվը, թքած ունենալով յուրաքանչյուր մարդու վրա, մարդկանց միջավայրը աղտոտելով հասնելու քո նպատակին, դու գայթակղվում ես այդ նպատակի։ Մի խոսք ասում ենք, նպատակն արդարացնում է միջոցները։ Այդպես չէ հոգևոր կյանքի մեջ։ Աստված չի ընդունում քո բոլոր միջոցները, որ դնում ես քո նպատակին հասնելու համար։ Եթե քո նպատակի մեջ կա սուտ, կա կեղծիք, կա չարախոսություն, կա դավաճանություն, չի կարող այդ նպատակը, որին դու ձգտում ես, հասնել այնտեղ։ Եվ տեսեք ինչ ասում Հիսուս. վայ նրանց։ Վայը երկու իմաստ ունի Սուրբ Գրքի մեջ։ Նախ առաջինը ցավ է, որ մենք ասում ենք, վայ տեսնես ինչ կպատահի, այսինքն մենք այդ մարդու համար անհանգստանում ենք, եւ երկրորդ իմաստով այստեղ վայ, որովհետեւ պիտի դատապարտվեն։ Սրա մեջ դատապարտության հանդիմանություն կա։ Այսինքն այս մարդը պիտի դատապարտվի, ով որ այս կեղծիքի մեջ է մտնում, այս կեղծիկով փորձում է
աշխարհի մեջ ամեն բան շահել, բայց իր հավիտենական կյանքը կորցնել։ Պողոս Արաքյանն ասում է, եթե ես ամբողջ աշխարհը շահեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն նշանակում է ամբողջ աշխարհը շահելը, ամեն ինչ ունենալը դեռ չի նշան, որ դու կաս, դա քեզ ոչնչության է տանում եւ անհայտության է տանում։ Եվ ասում է վայ այդ մարդուն, որովհետեւ այդ մարդը նա պիտի գայթակղեցնի փոքրիկներին, նախ երեխային։ Հիսուսի համար որ երեխաները շատ կարևոր արժեք են, սիրելիներ։ Երեխային գայթակղեցնել նշանակում է հենց մանկուց սպանել այս մարդուն հավիտենական կյանքի մեջ։ Այս մարդուն սպանել Աստծո փրկությունը զրկելով, Աստծո փրկությունից հեռացնելով այդ մարդուն։ Եվ երկրորդ փոքրիկը նրանք են, ովքեր ուզում են գալ հավատքի կյանքի մեջ, բայց ին պատճառով, հավատացյալի պատճառով կարող են գայթակղվել ու դուրս գալ եկեղեցուց։ Սա էլ վտանգավոր է, մեր խոսքը, մեր գործը, մեր կյանքը շատ շատերի համար կարող է գայթակղության պատճառ լինել։ Շատ հեշտ է եկեղեցում սուրբ լինել, բայց փողոցում քեզ ազատություն տաս, մոռանաս դու ով ես, ինչ կոչում ունես, ում համար ես դու ապրում այս աշխարհի մեջ, սխալներ գործես ու շատերը տեսնեն։ Պիտի զարմանա, որ այս մարդը երեք ուրիշ բան էր խոսում, այլ բան էր քարոզում, այսօր այստեղ այլ կենցաղով է ապրում։ Հակասությունը բերում է մեծ գայթակղության, իսկ գայթակղությունը բերում է շատ շատերի կործանման։ Դրա համար ասում է լավ է, մեծ այդ քարը կապես քո վզից, քեզ ծովը նետես, մեռնես, քան շատ շատերին գայթակղես ու կործանման տանես։ Գայթակղությունից հետո սիրներ գալիս է ներելը։ Ինչքան պիտի ներենք մենք, այս հարցը միշտ մեր մտքի մեջ կա, ասում ենք հերիք էլի ամբողջ կյանքներս ներեցինք, զիջեցինք, բայց այս մարդը նորից շարունակում է իր սխալները գործել։ Հրյաների մեջ այսպես էր։ Մեկ օրվա մեջ 7 անգամ կարող էր մարդուն ներել, ավել իրավունք չուներ ներել։ Այսինքն, եթե մեկը քո դեմ մեղք էր գործում, պիտի հաշվեր, որ ժամը 11-ին այս մարդը իմ հանդեպ մեղք գործեց, մի հատ ժամը 3-ին, մի հատ 5-ին, Հիսուս չի ասում, որ պիտի նստեք հաշվեք ինչքան պիտի ներեք։ Եվ Պետրոս Արաքյանն էլ հարցում է, Տեր, ես ինչքան պիտի ներեմ, Հիսուս ասում է 70 անգամ 7-ը։ Այսինքն մեկ օրվա մեջ 490 անգամ, որ այդպես չի լինում, որ որևէ մարդ մեկ օրվա մեջ մեր հանդեպ այդքան մեղք գործի։ Հիսուսի նպատակն է, որ ներելը սահման չունի, ներելը թվից կախված չէ։ Հիսուս առանց մեր ներողությունը խնդրելու ներում է մեզ, չէ՞, ինչպես խաչի վրա ասես Տեր ներիր ինձ խաչողներին, որովհետև չգիտեն ինչ են անում։ Նրանք ներողություն չխնդրեցին, բայց երբ որ Տերը մեզ ներում է մեր բոլոր սխալները, մենք հետո պիտի ներողություն խնդրենք, որպեսզի այդ ներողամտության, օրհնության արժանանանք։ Եթե չխնդրես, այդ օրհնությունից զրկված պիտի մնաս։ Ուրեմն նշանակում է, որ մեր կյանքի մեջ գայթակղությունն ու ներումը իրար հետ շատ սեր կապ ունեն։ Եթե դու գայթակղվում ես, ուրեմն ներել չես կարող։ Եվ այստեղ ասում է սաստիր, բայց գրաբար մեր խոսքը ասում է հանդիմանիր, այսինքն գնա դեմ հանդիման կանգնիր մարդու հետ, խոսիր այդ մարդուն, առանց իմանալու նրա միտքը կամ նպատակը ինչու այդ մեղքը գործել, մի խոսիր այդ մարդու մեղքի մասին, մի տարածիր այդ մարդու մեղքը, գնա խոսիր։ Իսկ Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուս եթե քո եղբայրը քո դեմ մեղք է գործում կամ սխալ է գործում, ասում է գնա հետը դեմ առ դեմ խոսիր։ Եթե քեզ չլսի, որևէ մեկին կանչիր եկեղեցուց, քո եղբորը կամ քրոջը, երկուսով խոսեք, եթե ձեզ էլ չլսի, եկեղեցու մեջ խոսեք, եթե այդ ժամանակ էլ չլսի, նոր թողեք այդ մարդուն։ Տեսեք ինչքան ճանապարհ է Տերն առաջարկում, որպեսզի մարդուն մենք կործանման պատճառ չդառնանք, որպեսզի մարդուն մենք չդրթենք նորից մեղքի մեջ մտնելու իր հոգևոր կյանքը կորցնելու համար։ Եվ այս երկու խոսքերը լսեցին առաքյալները, դարձան Տիրոջ ասացին Տեր, ավելացրու մեր հավատքը։ Իսկ Տերն ասաց, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, աշխարհի ամենափոքր սերմն է մանանեխը, այդքան հավատք ունենաք, ծառին ասես վեր կաց տնկվիր ծովի մեջ, ծառը տեղից կշարժվի։ Մենք կարող ենք մեր հավատքը ավելացնել կամ հավատքը չափվում է, սիրելիներ։ Մենք ասում ենք երբեմն այս մարդը շատ հավատացյալ է, այս մարդը շատ անհավատ է։ Բայց մենք չգիտենք նրանց հավատքի չափերը։ Մենք հավատքը ինչպես կարող ենք տեսնել մարդու գործերով։ Մարդու հավատքը երևում է իր գործերից։ Բայց հիմա այստեղ մի հարց։ Իսկ ինչու առաքյալները չասեցին Տեր, մեր սերն ավելացրու, որպեսզի սիրենք իրար, ներենք իրար եւ գայթակղության պատճառ չդառնանք, այլ հակառակ ասում է մեր հավատքն ավելացրու։ Որովհետեւ հավատքը հիմքն է,
մարդու փրկության։ Սերը մարդու հավատքի տեսանելի կողմն է։ Մինչև դու հավատք չունենաս, հույսը, որ շոշափելիորեն չես զգա եւ տեսանելի հավատքը տել, սիրով չես կարող արտահայտել։ Ուրեմն շատ կարեւոր է հավատք ունենալ։ Հավատալ, այսինքն վստահել Տիրոջը։ Մեր կյանքի մեջ այս խնդիրն այսօր շատ աղճատված է, որովհետեւ մարդիկ ամեն ինչի հավատում են։ Ամեն ինչի, ով ինչ խոսում է, ով ինչ ասում է, սուտ, ճիշտ, առանց ճշտելու մենք հավատում ենք այն ամեն ինչին։ Բայց հավատալու համար նախ եւ առաջ պիտի վստահես որևէ մեկին։ Դուք պատկերացնում եք, եթե տղամարդն ու կին իրար չհավատան, այսինքն իրար չվստահեն, ոնց կարող են մեկ հարկի մեջ խաղաղ ու երջանիկ ապրել։ Եթե մարդը Տիրոջը չվստահի իր կյանքը, իր հույսը, իր սերը, իր ապավենությունը, մարդը չի կարող խաղաղ ապրել այս աշխարհի մեջ։ Եթե մարդը չվստահի Տիրոջը, ինչպես կարող է իր գործերի մեջ հաջողություն ունենալ, ինչպես կարող է իր կյանքը ճիշտ դասավորել, չի կարող լինել, սիրելիներ։ Այդ վստահության հիմքով է դրված ամեն բան։ Հետո հույսը, որ քո հավատքը շոշափելիորեն տեսնում ես, եւ վերջապես սերը, որ արտահայտում է քո ամբողջ հավատքը։ Եթե չկա հավատք, դու չես կարող սիրել։ Սիրելը հավատքից է գալիս։ Եթե մարդը չի հավատում, նա չի կարող անկեղծ սիրել։ Եթե մարդը չի հավատում, նա չի կարող անկեղծ ժպտալ որևէ մեկին։ Միշտ կեղծ ժպիտով պիտի ժպտաս վախից կամ նրան տեսնելուց, որ ինքը պաշտոնյա է, մեծահարուստ է, կախում ունես, ժպտում ես, բայց դա քո սերը չէ, որ արտահայտում է։ Դա սերը չէ, որպեսզի քո սերը իրականում արտահայտիչ լինի, դու մարդուն տեսնում ես, պիտի ուրախանաս։ Երբ որ դու մեկին չես ներում, այդ մարդու ներկայությունը քեզ անհանգստություն է պատճառում, նշանակում է դու այդ մարդուն չես ներել։ Երբ որ դու մարդուն տեսնում ես նյարդայնանում ես, նշանակում է այդ մարդը դու դե ներսում խնդիր ունես։ Քո սերը այնքան չի զորացել, քո հավատքը այնքան չի ամրապնդվել քո մեջ, որ այս մարդուն կարողանայիր ներել։ Հрьяաների մեջ մի սովորություն կար, տարվա մեջ մեկ օր սիրելիներ, բոլոր մեղքերը ներվում էր, բոլոր պարտք, եթե մեկը մի քանի հազար պարտք ունենար, ներում էր ստանում։ Դա Աստված էր իրենցից պահանջել։ Մեզանից պահանջում է դա ամեն օր, ոչ թե տարվա մեջ մեկ օր իրար ասենք ներում ենք, ու ամբողջ տարի մենք խռով ապրենք, ողի մեջ ապրենք, քենի մեջ ապրենք, ատելության ու չարության մեջ ապրենք, այլ հակառակը մարդուն հնարավորություն տալ փոխվելու։ Ներելը սա է։ Հնարավորություն տալ մարդուն շտկվելու։ Ոչ թե առաջվա պես ասես, այո, վստահում եմ քեզ ամեն բան նորից ինչպես կարող եմ արել, այլ հակառակը դու իրեն առիթ ես տալիս շտկվելու, փոխվելու, հին մարդուն իր վրայից հանելու, նոր մարդ հագնելու, Քրիստոս հագնելու վրա։ Եվ տեսեք օրինակը, ամենափոքրիկ սերմի օրինակը, մանանեխի հատիկի։ Ինքը այնքան փոքր սերմ է, որ շատ գրեթե անտեսանելի։ Բայց երբ որ հողի մեջ է ընկնում, մեծանում է մանանեխի ծառը, իր վրա անգամ թռչուններն են նստում։ Ուզում է Հիսուս ասել, որ երբ որ դու մի փոքրիկ հավատք իրականում ունենաս, շատ մեծ գործեր կարող ես կատարել։ Քո հավատքի ծառը մեծ կդառնա այնքան, որ մարդիկ կգան այդ հավատքի ծառի վրա կպատպաստվեն, ինչպես որ Հիսուս իր առաքյան իր վրա պատպաստվեց, կյանքի ծառը, կյանքի փրկությունը բերեց մարդկանց այս աշխարհի մեջ լցնելու համար։ Հիմա տեսեք սներ հավատքը, ավելացրու ասում եմ մեր հավատքը։ Մենք ինչպես կարող ենք ավելացնել մեր հավատքը։ Պողոս առաքյալն օրենք ասում է, հավատքը լսելուց է զորանում։ Մարդը պիտի լսի Աստծո խոսքը, որ իր հավատքը զորանա։ Երբ որ մարդը մի ականջով ամեն օր աշխարհին է լսում, աշխարհի ստերին է հավատում, Աստծո խոսքը իր համար երկրորդական է դառնում։ Նույնիսկ մենք մարդիկը շեֆ որ նստում ենք ինչ որ բան գրելու կամ կարդալու, այսօր հեռախոսը միացնում ենք, ինչ որ մի ուրիշ նյութ այնտեղ գնում է, մենք էլ ոչ կենտրոնացած նստած ենք մեր բուն նյութի հետ աշխատելու։ Եվ ոչ այնտեղից ենք բան հասկանում, ոչ այստեղից ենք բան հասկանում։ Երբ որ քո ականջը մի սովոր է ախորժել, լսել չարության խոսքեր, բամբասանք, կեղծավորություն, սուտ պատմություն լսել, քեզ համար այս խոսքը հոգևոր երբեք հաճելի չի դա, որովհետև այս խոսքը միշտ ասում է դու քո մեղքերի մասին խոսիր ու լսիր, ոչ թե ուրիշների կյանքով հետարքիր։ Իսկ մենք սովոր ենք հակառակը։ Ուրեմն դու պիտի Աստծո խոսքը լսես, որ քո հավատքը զորանա։ Այսպես ուղակի նստելով, տանը սպասելով, քո հավատքը չի զորանում։ Ինչպես մեր ժողովուրդն ասում է, թախտին նստելով, քո բախտին չես հասնի։ Քո բախտը չի բացվելու, երբ որ դու նստում ու սպասում ես։ Երբ որ դու նստում ու սպասում, որ Աստված քո փոխարեն պիտի անի, սխալվում ես, չպիտի լինի։
դու քո բաժին գործ աշխատանքը պիտի անես, որ Տերը օրհնի քո աշխատանքը, որ քո այդ աշխատանքը պտուղ տա։ Բայց երբ որ դու չես աշխատում, անգամ քո ծառից ընկած միրգը չես վերցնում, թեկուս չորացնես, չի դարձնես, ձմեռը ուտես, ձմեռը դու կուշ չես լինելու, որտեղ դու չես աշխատել, ոչ մի գործ չես արել դրա համար։ Երբ որ դու քո ամբողջ կյանքում անտարբեր ապրում ես, միայն նեղության, ցավի ժամին գալիս ես Տիրոջ մոտ, ինչ որ բան խնդրելու, սա քեզ փրկություն չի բերելու։ Չես կարող փրկվել, որովհետև քո հավատքը սեր չունի, քո հավատքի մեջ հույս չկա։ Եվ տեսեք այսօրվա Եզեկիայի պատմությունը, սիրելիներ։ Մահամերձ էր, հավատաց Աստծուն, աղոթեց, ասեց. Տեր, միթե այս մեկ մեղքի համար իմ ամբողջ կյանքի արած գործերը պիտի մոռանաս։ Լաց եղավ եւ Եսայի մարգարեն ուղարկեց Տերն, ասեց գնա Եզեկիային ասա, որ քո կյանքը 15 տարով երկարացնում եմ։ Թողում եմ 15 տարի ավել այս աշխարհի մեջ ապրես։ Անկեղծ հավատք էր սա, անկեղծ սեր էր Տիրոջ հանդեպ։ Նա չհուսահատվեց։ Գիտեր ինքը մահամերձ էր, անկողնում հիվանդ պարկած էր, բայց վստահ էր, որ իր աղոթքը Տերը պիտի լսի։ Իր մեկ սխալը պատճառ չպիտի դառնար իր ամբողջ կյանքը կործանելու համար։ Այլ երբ որ խնդրեց, Տերն նրա կյանքը ավելացրեց։ Մարդը պիտի մոտենա ու խնդրի, սիրելիներ։ Տերը մեզ ամեն օր է սպասում։ Առանց մեր ներողության, նորից եմ ասում, մեզ ներում է, բայց դու պիտի ներողություն ասես, որպեսզի այդ ներման օրհնությանն արժանանաս, որպեսզի այդ բերկրանքը վայելես քո կյանքի մեջ։ Մենք շատ հաճախ կա, չէ, ասում ենք, թող չգա, ես իրան ներել եմ իր երեսը, բայց չեմ ուզում տեսնել։ Սա ներել չէ։ Տերը սպասում է քո երեսը տեսնելու։ Մարդը կարող է քեզ քո երեսը չուզենալ տեսնել, բայց իբրև ներել է քեզ, բայց չուզում քեզ այդ հարաբերություն հաստատել։ Առաջվա պես քո տան դուռը իր համար բաց չէ։ Բայց Տերը ամեն օր այդ դուռը բաց է թողնում, որպեսզի գաս, չգայթակղվես, ներես, հավատաս եւ հավատալով մոտենաս։ Եվ այսօրվա վերջին տող ավետարեն ասում էր, ինչ որ կանեք, հանկարծ չասեք, որ սա մեր արժանինք, ասեք մենք անպիտան ծառաներ ենք եւ պարտավոր ենք այսպես անել։ Մենք անպիտան ծառաներ ենք, սիրելիներ։ Իրոք անպիտան ենք մեր կյանքի մեջ։ Մեր ժամն ենք վատնում, մեր սերն ենք կորցնում, մեր կյանքն ենք անգույն դարձնում, Աստծո տված մեծը փոքրացնում ենք, սահմանափակում ենք, մտնում ենք դրա մեջ, ճղճի մեր ցանկություններով ապրում ենք եւ ասում ենք, որ մենք արժանի ենք այս ամենին։ Մենք արժանի չենք։ Աստված դա մեզ առատապես տվեց, երբ որ դու գիտակցես քո անարժանությունը, այդ ժամանակ անպիտան ծառայից կդառնաս պիտան եւ Տերը քեզ կասի. մտիր իմ ուրախության մեջ, որովհետեւ հավատարմությամբ պահեցիր ու ծառայեցիր, սիրելիներ։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մեր հավատքը ամեն օր զորանա մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Հիսուս մի խոսք ունի, ասում է, երբ որ մարդու որդին գա, այսինքն երկրորդ անգամ որ Տերը վերադառնա աշխարհ, ասում է արդյոք հավատ կգտնեմ։ Տեսեք, չի ասում սեր կգտնեմ, հույս կգտնեմ, ասում է արդյոք հավատ կգտնեմ մարդկանց մեջ։ Հավատ ոչ թե որ հավատում ենք, որ Աստված կա, հավատ որ սարերն է շարժում, հավատ որ չի հուսահատեցնում, հավատ որ մարդուն քաջ է դարձնում, անգամ մեղքի մեջ համարձակություն է տալիս այդ մեղքը մաքրելու համար, սրբագրվելու համար եւ Տիրոջը դիմավորել։ Այս հավատն է Տերը մեզանից փնտրում։ Եվ երբ որ դուք ժամադրվում եք Հիսուսի հետ, մի խախտեք այդ ժամադրությունը։ Երբ որ գիտեք, որ Տերը ձեզ կիրակի օրը սպասում է, մի խաբեք ինքներդ ձեզ, որ հոգնած ենք, ցավ ունենք, ցուրտ է, շոկ է, գնացեք, Հիսուս ձեզ ամեն վայրկյանի է սպասում։ Այդ մեկ օրից է կախված ձեր ամբողջ տարին, այդ մեկ վայրկյանից է կախված մեր ամբողջ օրվա խաղաղությունը, այդ մեկ վայրկյանից է կախված, այդ մեկ հանդիպումից է կախված, թե մենք ինչպիսի ընթացք ունենք այս աշխարհի մեջ։ Երբ որ դու մերժեցիր այդ հանդիպումը, ինքն էլ այլևս չի կարող քեզ փրկել։ Երբ որ ընդունեցիր այդ հանդիպումն ու գնացիր ընդառաջ, Տերն էլ քեզ գրգաբաց պիտի ասի. արի եւ մտիր իմ ուրախության մեջ, իմ հոր օրհնված։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։